Ուրեմն, որպես իմ Սյունիք արշավական ակումբի հիմնադիր ու համակարգող, ուզում ելույթը սկսել մեր առաջին արշավի մասին պատմելով։ Բայց նախորդ տեղեկացնեմ, որ արշավի մասին չեմ պատմելու, այլ այն մասին, թե տնից ոնց եմ փախել արշավին մասնակցելու համար։ Գիտեմ տարօրինակը։ Եկեք բացատրեմ։ Այդ շրջանում ես բավականին սահմանափակված էի տանը ու ունեի վստահության պակաս։ Բայց փորձում էի գտնել ճանապարհներ ինքս իմ կազմակերպած միջոցառումներին մասնակցելու համար։ Ու որպեսզի տանը թույլ տան, որ իմ միջոցառումներին իմ ներկայությունը ապահովեմ, ասում էի, որ ինչ-որ կայացած մարդիկ կամ ինչ-որ կազմակերպություններ են կազմակերպել։ Նորմալ էր իրականում, որովհետև ես չէի կարողանում ծնողի տեսանկյունից նայել այս ամեն ինչին ու նեղանում էի այդ արգելքներից։ Բայց եկավ մի պահ, որ սկսեցի մտածել, որ ինչի է այդպես։ Ու սկսեցի ծնողի տեսանկյունից նայել ու հասկանալ, որ լրիվ նորմալ ու արդարացված է ծնողի կողմից, ընտանիքի կողմից չվստահել ինչ-որ անփորձ ու պատանի կերպարի։ Էն էլ այն հարցերում, որ իրանք ընդհանրապես գաղափար չունեն։ Ու անդրադառնալով մեր առաջին արշավին, ասեմ, որ տանը ուղղակի ասեցի գնում եմ դպրոց միջոցառման փորձի, բայց գնացի արշավի։ Երբ որ ես սկսեցի մտածել արգելքների պատճառների մասին, հասկացա, որ պիտի տանը ավելի բաց ու ազատ խոսեմ այն մասին, թե ով եմ ու ինչով եմ զբաղվում։ Արդարության համար նշեմ, որ մինչև այս վերջերս մամաս չգիտեր, որ ես իմ Սյունիքի հիմնադիրն եմ, մտածում էր, որ այդ ինչ-որ կազմակերպություն է, որտեղ որ ես աշխատում եմ, ու տենց շուշուտ հարցնում էր, ինչի աշխատավարձ չես ստանում։ Բայց երբ որ ես սկսեցի Այս մամայիներս սափերը ուղղված, երբ որ ես սկսեցի ներկայացնել տանը այն աշխարհը, որում որ ես ապրում եմ, ինձ սկսեցին քիչ-քիչ վստահել ու հավատալ։ Ու այս վերջերս տենց թաքուն ականջ դրեցի մամայի խոսակցություններից մեկին իր ընկերուհու հետ, որ չափազանցրած ասում էր դե տեղ չմնաց, որ նանեն Հայաստանում չգնա, Սյունիքում էլ սար չմնաց, որ չբարձրանա։ Ու դե պատկերացրեք ինձ նման երիտասարդի համար ինչ մեծ ոգևորություն է դա։ Ես ընտանիքից խոսեցի, բայց եկեք գնանք մի հատ այլ հարթակ, գործնական հարթակը։ Մի քանի տարի առաջ որոշում եմ անդամակցել մի կազմակերպության որպես կամավոր, ու մի որոշ ժամանակ հետո ստանում եմ այդ կազմակերպության կողմից նվեր համակարգիչ։ Այդ ժամանակ ես նույնիսկ հեռախոս չունեի ու դե պատկերացրեք ինչքան կողոքեվորվեի, որոշում եմ, որ պիտի այս կազմակերպության տնօրենին նամակ գրեմ, շնորհակալություն հայտնեմ, որ ինձ համակարգիչ եք տվել, ու սենց ոգևորված ուղարկում եմ նամակը, ու դե սպասում եմ ինչ-որ սենց ոգևորող պատասխանի, բայց մեղմ ասած այդքան էլ ոգևորող չէր պատասխանը։ Ու մենթորս, տնօրենը, ով այդ ժամանակ իմ ավանք մենթորն էր նաև, ասում է, որ ինքը իրական մի սկզբանե համաձայն չէր, որ ես արժանի եմ համակարգչին, ու մտածում էր, որ կային ավելի լավ թեկնածուներ։ Վստահ եմ, ստեղ մեծամասնությունը որպես պատանի, պատկերացնում է, թե իմ պատանի հոգու համար այդ պահին կարդալ այդ ամեն ինչ ուղիղ, ինչքան ցավոտ էր։ Ու դե բնականա կոտրվում եմ, բայց շարունակում ենք խոսակցությունը, ու մի որոշ ժամանակ հետո երկխոսության մեջ մենթորը սկսում է մեկնաբանել դրա պատճառները։ Բանալին էս ամեն ինչի։ Ես անպատասխանատու էի, գործին լուրջ չէի վերաբերում, ժամանակս ճիշտ չէի կառավարում, ու ես սկսում եմ կարդալ այս ամեն ինչը բավականին հուզված ու հասկանում, որ լրիվ նորմալ ու արդարացված էր այդ չվստահելու, նորմալ չէր լինի իրական, եթե վստահեին այդպիսի կերպարի։ Դե ինչ էր մնում այդ ժամանակինց, եթե ուղղակի չգրել սա ու սպասել։ Այս դեպքից մի քանի ամիս հետո երևի արդեն ստեղծվում է իմ Սյունիքը։ Ասեմ, որ մենակ ես չէի, որ վստահության պակաս ունեի, ու իմ թիմակիցները ևս իրենց ընտանիքներում շատ դժվար են կարողացել հասնել այդ վստահությանը։ Ու երբ որ մենք նոր սկսում ենք ինչ-որ քայլեր արել, մեծահասակների շրջանում մեզ քչերն էին վստահում։ Բայց մի օր այն նամակից մոտ 1 տարի հետո, 1.5 տարի հետո, մենք ինչ-որ ծրագիր ենք որոշում անենք թիմով ու որոշում ենք, որ նույն ավակ մենթորից պետք է աջակցություն խնդրենք։ Ես անձամբ ուղարկում եմ նամակը ու ստանում ենք մի պատասխան, որը իրականում լրիվ հակառակն էր առաջին նամակին։
Ու նամակում մենթորը նշում է, որ մեր ցույց տված արդյունքներն ու մեր կատարած աշխատանքը հնարավորություն են տվել իրեն վստահել ու աջակցել մեզ։ Ինձ համար առանձնապես սա անձնային հաղթանակ էր։ Այս ամենից հետո ես սկսեցի այլ կերպ նայել աշխարհին ու ամեն անգամ իմ Սյունիքի գործունեության ճանապարհին, երբ որ ես հետ էի նայում, հիշում էի այդ նամակը, ես հասկանում էի, ես օր-օրի ինչքան ավելի լավն եմ դառնում։ Ես առաջնորդում եմ մի թիմ, ու այդ թիմը վստահում է իր առաջնորդին։ Ու այն մենթորը, ով չհավատաց ինձ ու խոսեց այդ պատճառների մասին, մեր ճանապարհին դարձավ մեզ ամենաշատը վստահող ու աջակցողը։ Դարձավ այն եզակի մեծահասակներից, ով ամեն տեղ խոսեց մեր մասին, ով գնահատեց մեր աշխատանքը։ Այդ նույն մենթորը ամիսներ առաջ վստահեց ինձ ու իմ թիմին ու եկավ Սյունիք արշավելու հենց մեր կազմակերպած ու կոորդինացրած արշավին։ Ինչ ասա, եթե ոչ հաղթանակ։ Ես երկար սրանից հետո սկսեցի մտածել մեծահասակների հետ իմ ունեցած հարաբերություններից։ Ու իրականում հասկացա մի պահ, որ բոլոր այն մեծահասակները, ովքեր ամենասկզբում ամենաքիչն են վստահել ինձ, հետո դարձան ինձ ամենաշատը աջակցող ու ամենաշատը իմ կողքին կանգնողները։ Ու սա շատ հետաքրքիր է գիտակցել։ Ես կուզեմ, որ երիտասարդները շատ երկար մտածեն այս առումով, թե իրենց կողքին կանգնած մեծահասակներն իրենց ինչու չեն վստահում։ Իսկ մեծահասակներին կուզեմ ասել, որ պարդատիր, եղեք կոնստրուկտիվ անվստահություն հայտնող մեկը։ Խոսեք պատճառների մասին։ Նրան հետո կանդրադառնանք։ Ուզում եմ ասել, որ եթե կան այստեղ նստած մեծահասակներ, ովքեր ինչ-որ մի փուլում իրենց կյանքի անցել են այս շրջանով, ես վստահ եմ, որ կան։ Ես կուզեմ, որ ամեն անգամ, երբ որ իրենց դիմեն այն մի 2 տարի առաջվա այն նամակի նանեի նման նանեներ, ովքեր գուցե հասարակ դիմելու ձև չգիտեն այդ պահին ու շատ տարական բաներ չգիտեն իրենց գործում, կուզեմ, որ իրենց դիտարկեք ոչ թե որպես ուղղակի անփորձ երիտասարդներ, այլ երիտասարդներ, ովքեր ուզում են այս երկրի ու այս հայրենիքի համար ինչ-որ արժեք ստեղծել ու մնայուն արժեք ստեղծել։ Ու իրենք իրենց սկզբին, ճանապարհի սկզբին վստահել են ձեզ որպես մեծահասակ լինելու իրենց կողքին ու աջակցելու իրենց։ Տեսնում եք, սա այն թիմն է, որ կարողացել է այս անվստահության ալիքների դեմ պայքարել ու վստահել իրենց առաջնորդին։ Ու այն թիմը, որին որ սկզբում ճանաչում էին որպես անվստահելի երիտասարդներից ստեղծված ինչ-որ խումբ, այսօր դարձել է թիմ, որին ճանաչում են մեծ ապագայի տեր երիտասարդներից ստեղծած արժեք։ Իսկ մեզ համար այս հողի ու այս ջրի համար լինել արժեք, այդ մեր գործի երևի բարձրագույն գնահատականն է։ Ես կուզեմ ասել, որ ես խոսում եմ երիտասարդի անունից ու վստահ կարող եմ ասել, որ երիտասարդը ունի վստահության կարիք, ունի իր կողքին մեծահասակի աջակցության կարիք։ Բայց երիտասարդը երբեմն նաև ունի պարզապես կարիք իրեն ընդունելու այնպիսին, ինչպիսին որ ինքը կա, անփորձ, տաքայրուն, բայց ինչ-որ լավ բանի ձգտող։ Ես ու իմ թիմակիցները երեխաներ ենք։ Երեխաներ, որոնց շատ ու շատ ծնողներ իրենց երեխաներին են վստահում։ Մի հատ մտածեք, ծնողները իրենց փոքր երեխաներին վստահում են ավելի մեծ երեխաների։ Էն էլ ուր արշավ գնալիս։ Ես կուզեմ մեծ շնորհակալություն հայտնել այն մեծահասակներին, ովքեր մեր թիմի ճանապարհին վստահեցին կամ չվստահեցին ու խոսեցին այդ մասին։ Դուք մեր կայացման գործում ունեցել եք անասելի մեծ ներդրում, ու ես սենց մի հատ համեմատություն եմ ուզում տանել, դուք նման եք մեզ համար այն ժայռերից դուրս ցցված քարերին, որոնք ներքևից երբ որ նայում ես, իրանք շատ այդ բան վտանգավոր են թվում, բայց երբ որ բարձրանում ես, հասկանում ես, որ դա հենարան է քեզ համար բռնվելու, ավելի վեր բարձրանալու, ավելի վեր մտածելու։ Փորձեք իրոք ավելի վեր մտածել ու այդ քարերը օգտագործել որպես ձեր հենարաններ։
Ավարտելով խոսքս, ուզում եմ նորից անդրադառնալ նամակին ու ասել. հենց այդ նույն մենթորը հորդորեց մեզ, աջակցեց, որ մենք այսօր գանք ու այս բեմից կիսվենք մեր փորձառությամբ ու գիտելիքներով։ Փորձեք դառնալ այն մի նամակի հեղինակը, որը գուցե, որով չեն կարող երիտասարդները աշխարհը փոխել, բայց դուք իրենց աշխարհը վստահ եմ փոխելու եք։ Շնորհակալ եմ շատ։